եւ որդվո եւ օգնույն Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալներ, Բարք եւ գոհություն երկնավոր Հոր, որ այսօր մեծ բահոց հսկումի արարողությանց բսագումը կգադարենք բոլորս միասին մեր սրտերը բացած առաստված եւ իր մեջ խնդրելով նախ մեր մտքերու եւ հոգիի խաղաղություն եւ ապա համայն աշխարհիս խաղաղություն շնորհե։ Մեծ բահոց 7 շաբաթներու ընթացքին մենք օրվա խորհրդանոցության նյութ առած էինք հավատամքը, որովհետև ինչպես գիտեք, այս դարի գզուկատիպի Նիգիո դիեզերական առաջին ժողովին 325 թվականին, որ տեղի ունեցավ Նիգիա քաղաքին մեջ։ Եվ հոն բանացվեցավ մեր հավատամքի բանացևը։ Եվ հոն մենք յուրաքանչյուր Չորեքշաբթի եւ ուրբաթ երեկոյան նյութը վերցուցինք եւ նյութերուն հաշվարկումը տեղի ունեցավ Չորեքշաբթի օր խոսեցանք 18-րդ նյութի մասին, այսօր պիտի խոսենք 19-րդ նյութը եւ եզրափակենք հավատամքի բացատրությունը եւ խորհրդածությունը։ Եվ մենք այս 7 շաբաթներու ընթացքին խոսեցանք Քրիստոսի կյանքի գլխավոր հանգրվաններուն մասին, որ օրինսինք թե կպաղկանա 10 գետերը։ Գսկսի Քրիստոսի դնորինական կյանքը այս աշխարհի վրա ավետումն Գաբրիելի վարգյանեն, երբ Գաբրիել հրեշտակ գիչնե երկինքեն եւ Սուրբ Գույսին գավեդե, որ Աստված զինք ընտրած է իր զավգին մայր եւ իր ավարտին կհասնի Քրիստոսի համբարձումով եւ դեպի երկինք իր հորը աչքով նստելով եւ այն խոստումով, որ այսօր պիտի խոսենք, թե երկրորդ անգամ պիտի գա, այս անգամ սակայն ոչ թե խաղաղության իշխան, այլ պիտի գա որպես թադավոր։ Թադելու համար գսե ավետարանը, թե մեռածները եւ թե ողջերը։ Եվ այս Թադաստանի խորհուրդը, որ գմդադանչե մեզ բոլորս համայն մարդկությունը, եկեղեցիներու միջև դարբերություն սկսած է ստեղծել 325-ին հետո։ 325-ին բոլորը կհավատային հավատամքի սկզբունքին, որովհետև եկեղեցին չէր բաժնված։ Եկեղեցու առաջին բաժանումը տեղի ունեցավ 451 թվականին։ Ժողովը, որ կոչվի Նիգիո ներողություն Քաղքետոնի ժողովը, որու մեջ մենք մաս չէինք կազմեր։ Ինչու մաս չէինք կազմեր, 451 թվականը մեզի կհիշեցնե Վարդանանց հերոսամարտը, ջագադամարտը, որովհետև մենք պատերազմով սպաղած էինք, այդ ժողովին ներկա չգտնվեցանք եւ այդ ժողովի փոխանցությունը, առնված որոշումները ո մեկ ձևով ոչ առաջ կդանեին եկեղեցին, ոչ ալ ետ կդանեին, այլ այդ ժողովը պատճառ դարձավ, որ եկեղեցին երկուքի բաժնվեցավ, արևելքի եւ արևմուտքի միջև։ Եվ ատկե հետո սկսան արդեն բաժանումները, այսօր հազարավոր ջեղկրդուկներ կան եկեղեցվո մեջ, սակայն բոլորս ալ կհավատանք, հագարակ այդ ջեղկրդուկներուն, հագարակ բաժանումներուն Քրիստոս մեկ է, Աստված մեկ է, իր երեք ըստորոքելիներով, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, անբաժանելի Սուրբ երրորդություն, ինչ որ մեր շարականներում մեջ երկենք, ամեն անգամ որ երեխամը պիտի մգրդենք։ Որպես եզրակացություն այս
բոլոր խոսվածներուն եւ ըսվածներուն այսօրվա մեր նյութը քիչմը հավանաբար դժվարություն մի ունենանք հասկանալու, բայց ուրեմն գսե թե մերելներու հարություն, հոգիներու եւ մարմիններու հավիտենական տադաստան, երկնքի առկայության հաստատում եւ հավիտենական կյանք։ Քիչմը վերացական գաղափարներ են, հավանաբար մույս նյութերու պես շոշափելի դվյալներով չգրնանք ընկալել, բայց պիտի ասեմ ցեզի հիմա, որ մենք խոսեցանք մինչև այսօր 19-րդ նյութն է, որ կներկայացնենք, այս նյութերը, որ խոսեցանք, եւ առաջին օրը, եթե գհիշեք, ցեզի սվեցավ, թե փանալիներ կան, լավ հասկանալու, փանալիներ կան, որ տուրը փանալ եւ ներս մտնելու։ 19 այս նյութերը, որ արձարծվեցան, ինչ փանալի ունեցանք, արդյոք մեր մտքին մեջ հստակ է։ Եթե հարց տանք մեզ յուրաքանչյուրին, շատեր երբեմն գրնային բացակայել բանավոր պատճառներով, իսկ շատեր կտեսնեմ, թե ամեն չորեքշաբթի եւ ուրբաթ խոսեիք։ Փանալիներ դրվեցան ցեզի։ Այդ փանալիները ինչ են։ Դվրաստաս ուրարները գախած նստած եք, սիրելի ժողովուրդ, ուրեմն առաջին բառն է հավատամք։ Հավատամքը այն փանալին է, որ մեր դիմաց կփանա բոլոր փագյալ տրները, նույնիսկ Քրիստոս երբ բժշկություն պիտի կատարեր, հիվանդին կանչեր, կհավատաս, որ կրնամ քեզ բժշկել, այո դեր կհավատամ, հավատքդ քեզ բրգեց։ Ուրեմն հավիտենական կյանք, երկնքի առկայություն հաստատում եւ Թադաստան այս բոլորը գախյալ են մեր հավատքեն։ Եթե հավատք ունենք, Պողոս առաքյալ գսե, եթե հավատք ունիս, կհավատաս եւ կհասկնաս, որովհետեւ հասկնալը ուրգեգ ու կագսե Պողոս առաքյալ լսել է, ընթերցանել է, եկեղեցի հաճախել է, պատգամներ մտիկ ընել է, ետք է, որ հավատքդ պիտի արտնա եւ հավիտենական կյանքի համար կարևորը ինչ է, վերստին ծնունդն է, վերստին ծնունդը ինչ է, ապաշխարությունն է, որովհետև եթե այս աշխարհի մեջ չապաշխարես, ապա ուր պիտի ապաշխարես։ Մեր եկեղեցին անոր համար հայարակելական եկեղեցին ամեն գիրակի, որ բարակույրը բաց եղած ժամանակ կահանան թափորով գելլևեր սաղմոսներ ընթերցանելով։ Առաջին իր խոսքը ինչ կլա բեմին վրա, ի հարգի սրբության հարկ, եւ ի դեղ ոչն պարապանության դեղ, հրեշտակած բնակարանիս խորանը, որ հրեշտակներ կբնակին, եւ մարդկանց կավարանից։ Հոս է, որ պիտի կավես մեղքերդ, ով հավատացյալ եւ մեկնիս այս աշխարհեն։ Ճիշտ անոր համար մեր Տերը գտելատրե մեզի եւ դա 318 հայրաբետներ երբ այս հավատամքը բանացվեցին, բոլորը մեզի բացադրեցին, թե հոս այս բոլոր արարողությունները, բոլոր ավետարանական ընթերցումները, շարականները, երկեցողությունները ինչ գմիդին հավատացյալը մոտեցնել Աստուծո։ Աստուծով գրնա մոտենալ, ան որ մաքուր է, ան որ փյուրեղ է։ Սկսի Մոսես Մարգարեի առաջին հանդիպումեն Քերոբ լերան վրա, որ իրեն ասավ ցայնը հոս գեցիր եւ գոշիկները դանե, որովհետեւ գեցած դեղը սուրբ է։ Բնականաբար ֆիզիկական գոշիկներու մասին չէր խոսքը, այլ իր հոգիի աղդեղության մասին էր,
իր մտքի երկմտության մասին էր, իր մտքի գասկածներու մասին էր։ Գասկածներդ բարադե, մակրվիր, մոդեցիր Աստուծո, մոդեցիր Տեր Հիսուս Քրիստոսի։ Սուփոքին ինչու գրագի գերվարանքովի ճավարակյաններուն վրա։ Նախ եւ առաջ այրեց անոնց բոլոր երկմտությունները։ Այդպես լալով հանդերձ դագավին գտնվեցան արաքյալներ եւ աշակերտներ, որ գասկածեցան, բայց Սուրբ Հոգին կալեն իդ ինչ եղավ գասկածը վերացավ, որովհետեւ Գարձեմ հայր Սուրբներ իր խոսքերն մեկուն մեջը ոսկին օրինակ բերավ, եթե ոսկին իր վրա աղդ հավաքե, ինչպես կմաքրեն այդ ոսկին, գրագի փովեն գանցնեն եւ բոլոր աղդերը գայրին եւ մուսկոմեն դուրս գելե Գիլիկ Յոգատողոստյան տվրևանքի կայլերքին մեջը նաեւ հիշված է հավատքի հուրը, ազգին սերը, Աստծո հանդեպ որ մարդը գմտնե որպես գաբար, դուրս գելե որպես ոսկի, որպես ոգի, եւ այդպես է քրիստոնեությունը, հետեւաբար երեխային դեպի հավիտենականություն իր ճամփորդության համար առաջին խորհուրդը, որ կգադարվի մգրդությունը, հոն արդեն երեխային գդրվի այն շնորհքները, որ ինք արժանի լա հավիտենական կյանքի։ Խոսեցանք այս նյութի մասին, այսօր պիտի հիշեցնեմ ձեզի, որ մենք երեխային մարմինի 9 մասերը միրոնով գոձենք։ Ճագադը 9 մասերեն 7-ն սկայրանքներ են։ Ճագադը, որ խորհրդանշի ուղեղը, որ ամբողջ մարմինը կոնտրոլ գնե, գղեկավարե։ Աչքերը սկայրանք են, ռունքերը, բերանը, ագանչները, ցերկերը եւ ոտքերը։ Ուր մնաց երկու դեղ մնաց, որ դագավին մենք գոձենք։ Եվ գրնագը։ Ասոնք սկայրանք չեն, բայց ինչու գոձենք, մույս եկեղեցիները չեն օձեր այս երկու դեղերը։ Ինչու մենք գոձենք, որովհետև մեր 7 խորհուրդներու վերջինը ինչ է, գարկ հիվանդած կսե։ Գարկ հիվանդացի մեջ օձում գա, բայց մենք երբ երտանք հիվանդին, մահամերձ հիվանդին հաղորդություն վիդանք, օձում չենք կադարեր։ Ինչու չենք կադարեր, որովհետև մգրտության օրը արդեն կադարած ենք։ Մեր հայրապետներու իմաստուն գարկատրությամբ վերջին օձումի երկու դեղերու օձումը մգրտության օրը կգադարվի երեխային, որովհետև գրնա դեղը գտնվիլ, որ եկեղեցական չկա, ինչու երեխան պիտի զրկվի, հավիտենական կյանքի ժառանգորդ ըլլալ է, որովհետև գուրծքը, գրծքավանդակը եւ գրնագը պետք է օձվի։ Սիրտ սուրբ կհաստատեմ քու մեջդ, որովհետեւ հավիտենական կյանքի ժառանգորդ ըլլաս։ Գրնագը օձած ադենը գսե ասի թոքիլակեզի հավատքի վահան, որբեսի տշնամիին, այսինքն սատանային, արցակած նեդերը չաստեն քու վրատ, ոչ ալ մխացող նեդերը աստեն քու վրատ։ Ուրեմն երեխան մգրդված օր արդեն վերջին օձումի մեկ մասը ստացած գլա։ Ուրեմն միշտ հայ արաքելական եկեղեցին հարաճատեմ եղած է։ Շատեր գսեն փոքր դարիքին ինչու կմգրդենք, մրդենք փոքր դարիքին, եւ պիտի մգրդենք, եւ գրնանք վիճապանիլ բոլոր հագարակը խոսողներում, թե մեծ դարիքի մեջ պետք է երտան մգրդվին, եւ այլն, լավ եթե չհասավ մեծ դարիքի, զրկված պիտի երտա, աստվածային շնորհքներ են, զրկված պիտի երտա, վերջին օձումի շնորհք են, հետեւաբար մեր եկեղեցու հայրապետները ուրեմն այս մեկն ալ կիծած եղեք, որ գրծքավանդակը եւ գրնագը վերջին օձումի նախապատրաստությունն է, այսինքն մեր դիրոջ խոսքին անսալով ավետարանին մեջ, ինչ կսե միշտ պատրաստ եղեք եւ աղոթեցեք, ուրեմն
մենք մգրդված վարգյանեն կպատրաստենք երեխան, հավիտենական կյանքի իր ուխտակնածության ճանապարհը Աստուծո շնորհքներով կկալեցնենք։ Եվ այս ձևով մենք արդեն մգրդության խորհրդին միացուցած ենք ուխտակնածությունը մարդկային կյանքի խաչը առած իր ուսին զոհության խորհրդանիշ որպես Դեր Հիսուս Քրիստոսը միշտ իր առջև նկատի ունենալով Բողոս Արաքյալի Դիմիթիոսի գրած նամակին երկրորդ նամակին մեջ որ գսե ով Դիմիթիոս հետևիր ինձի, որովհետև ես հետևեցա Քրիստոսի։ Նայվածքս միշտ Քրիստոսի էր։ Եթե բահմը շեղեմ նայվածքս Քրիստոսեն, արդեն գսե չարը սատանան դուրին յետև առույցի պես գեցած գմռնչա վրաս հարցակելու։ Հետևաբար սատանային մխացող այդ չար նետերեն պաշտպանվելու համար մենք այս արարողությունները կկատարենք եւ երեխան արդեն ի փոքր դիոց գսե փոքր դարիքեն եթե երեխային հետ Քրիստոսի մասին չխոսիս չտաստիարակես օրը Քրիստոսի հետ պիտի խոսիս քու զավգիտ գորուստի մասին։ Ճիշտ այդ պատճառով այս ձևով մենք կպատրաստենք մեր հավատացյալները կյանքի դժվարությունները Աստծո կամքով հաղթահարելու, հավիտենական կյանքի ժառանգորդ դարձնելու, Աստուծո որդեգիր դառնալու, Քրիստոսի ժառանգագից դառնալու եւ ինչու՞ չէ եկեղեցվո մեծ ընտանիքին անդամ դառնալու։ Եվ այս ձևով սիրելի հավատացյալներ մենք եզրափակենք այսօր հավատամքի 19 գետերը, որ Կերաբադի Վայր Սուրբի հետ միասին մեր կարողության սահմաններու ներքև փորձեցինք լույս սփռել, բարձապանել եւ մեր հավատացյալ ժողովրդի սեփականությունը դարձնել։ Այս արիթով գաղութենք Հայր Սուրբի հետ միասին, որ Աստված մեզ մեր յուրաքանչյուրին դա իր երկնային շնորհքը, իր առաքինությունները եւ մեզ պատրաստ է հավիտենական կյանքին, ինչպես որ քիչ առաջ գարտացվեցավ, լսեմ այն լուրը երանավետ ձայնը, որ ինձ պիտի ասե, ով մարդ տուն արդար ես եւ դեպի հավիտենականություն երթալու արժան ես։ Դեր օրհնեցես, ձեզի կմաղթենք բարի ավակ շաբաթ, ծաղկազարդ եւ սուրբ հարության տոն։